չեք հավատա, բայց ամբողջ գիշեր ես ինքս իմ հետ մտորումների մեջ էի, որ ոնց կարելի է մարդ բազմաթիվ անգամ վրիպումներ անի, վրիպում չէ, վրիպում հայրենիքի հանդեպ մարդկանց զոհելու չի կարելի դա վրիպում համարել, հանցագործություն է իրականում դա եւ ինքնախոստովանություն ես հույսով եմ որ ընտրություններից հետո մեր ընդդիմությունը հաղթանակ տանելուց հետո կտրվի այս ամենին իրավական պատասխան եւ մեղավորները բոլոր մեղավորները առանց խտրականության բոլորը պետք է պատասխան տան յուրաքանչյուր տղայի չլինելու համար Տիկին աստծո զգացողությունների հետ կապված ամեն անգամ այդ հայտարարությունները այդ նույնաբովանդակ ես մի չգիտեմ ինչ օրինակ վերեմ երբ որ մարդը ընտանի կենդանի է պահում իր տանը եւ գալիս է մի ժամանակ որ այդ կենդանին չի լինում տվյալ մարդը ամբողջ իր կյանքում հիշում է իր կենդանուն Այն դեպքում, երբ որ ինքը 9 ամիս երեխային իր կրծքի տակ չի կրել, նրա դաստիարակությամբ չի զբաղվել, լավ ու վատ օրերով չի տառապել եւ դու, երբ որ 20 տարի պահել ես քո երեխային, ապրել ես նրա ամեն մի ուրախությունով ու այսօր քո երեխան ինչ որ մի մարդու կամահրանքի պատճառով իր աթոռի համար տարել եւ զոհել է այսքան տղաների լսում եմ իր ելույթները այսօր իդեպ լրագրողների հետ հարց ու պատասխաներ անգամ լրագրողներին է սպառնում որ եթե դուք ինձ չընտրեք ձեր կոպիտ եմ ասում իր ձեր բերանին են տալու Վահե Մակարյանին է ասել Լիային նորից վախացրեց ասեց նույնը ասում եմ այն ինչ որ ասել եմ Մակարյանին իմ կարծիքով այս մարդը չգիտեմ ով է որ ամեն առավոտ արթնանում է քնից բացում է իր հեռախոսը եւ այն հայտնի մուլտիկի նման ասում է зеркальце скажи я на свете всех милее եւ всех румянее белее բայց ուզում եմ հիասթափեցնել որ դու դա չես դու ընդամենը պարտված ղեկավար ես եւ պարտված ղեկավարը եթե մի տոկոս ինքնասիրություն ունի ապա նա 20 թվականի նոյեմբերից հետո պետք է հեռանար իր աթոռից տեղը զիջելով ավելի հզոր մի քանի դրվագ եմ տեսել երբ Նիկոլ Փաշինյանը շրջում էր օրինակ ասում էին զոհվածի տատիկ է այսպես խոնարհվում էր եւ այլը բայց մենք տեսել ենք թե ծնողների հետ ինչպես են վարվել եւ շատերին նաեւ հորդորում է ասում է թող դուրս գան մարդկանց մեջ շրջեն ուղիղ եթերով եւ այլը երբևէ կկարողանա օրինակ անցնել ձեր դիմացով զոհված զինծառայողների ծնողների պայքարող ծնողների դիմացով եւ այդպես հանգիստ շրջել իր ուղիղ եթերով առանց այո այդ շքախմբի Տոնավարման ընթացքում իհարկե առանց թիկնապահների բոլորս էլ գիտակցում ենք որ չի կարող շրջել նա անգամ կես մետր 10 մետր հեռավորության վրա նա չի կարող երևալ զոհված ինձարայողների պայքարող ծնողների առաջ իսկ հետագայում եթե կալանավորված չլինի կարող է բայց այդ դեպքում չգիտեմ ինչ կարող է տեղի ունենալ իր հետ Փաստացի նա առանց թիկնապահների տեղ չի գնում։ Ձեր աչքերին պարզապես կկարողանա թե մտածում եք ինքը այնքան այդ ցինիզմ ունի, որ կկարողանա։ Այո, նա ինքնասիրություն չունի, հասկանում եք, նա ամեն ինչ անում է, որպեսզի վիրավորի, ցավեցնի, ցավի վրա նորից ցավ ավելացնի, սպառնալով խաղաղություն, եթե ինչ չընտրեք խաղաղություն չի լինի, այնինչ այդ խաղաղությունը թելի պես կախված է մեր գլխին։ Ամեն վարքյան, վախացնում է, դու գնա, պատերազմ հաստատ չի լինելու, գնա, թող այս ազգը շնչի, այն ինչ դու թողել ես, թող ամրացնենք, տեսնենք մեր երեխաներին, ինչ ենք ժառանգություն թողնում որպես մարդ պետք է ապրի, ապրելու համար, այլ ոչ թե ապրի ուտելու համար, ոնց որ իր կուսակցությունն է անում իր շրջագայություններով, իր ցինիկ ավտոբուսների մեջ Եվ նաև այս հայտարարությունները ներողություն եմ խնդրում, նաև այն ժամանակահատվածում են, երբ օրինակ իրենք անթաքույց տժժում են, հա? Այո, այն օրը ասես, չէ, Ալեն Սիմոնյան, այո, ցինիկաբար տժժում եմ, ես չգիտեմ, այդ մարդիկ հոգի, սիր, Ախցիների վերաբերյալ ասում է, ես փաստացի ցույց կտամ, թե դուք ոնց եք ճողոպրել
իզուր այդ միֆերը մի տարածեք, որ դուք մինչև վերջ կռվել եք։ Արցախցին ինչ հույսով մնար, եթե իր երկրի ղեկավարը դավաճանել է, ծախել է այդ հողը։ Ինչ հույսով մնար։ Հենց նոր հարցազրույց էր ինքը տալիս, ասում է, փաստացի ցույց կտամ, որ դուք ճողոպրել եք, փախել եք։ Իզուր միֆեր մի տարածեք։ Արցախցիների վերաբերյալ էր ասում։ Կիրակի օրը ինքը Արցախցի այդ աղջկան ասում էր դուք փախել եք, այսօր ասում եմ ես ոչ չեմ ասում, որ փախել են ժողովուրդը, դա էլիտան է փախել, իսկ հարց Բաքվի բանտում քաղաքական էլիտան չի Արցախի։ Մի հարց էլ էլի ասեցիք, որ նոր ընտրություններով եք պայմանավորում ձեր հարցի բացատրած հարցի լուծումը։ Նախընտրական իրավիճակից ելնելով ինչ ակնկալիքներ ունեք նոր ընտրությունների արդյունքի վրա, ըստ այդմ նաև ձեր հարցի լուծման հնարավորությանը։ Ես ուզում եմ լիահույս լինել, որ ընդդիմությունը պետք է հաղթի այս ընտրապայքարում եւ մի հատ պահանջս տնտեսությունը երկրորդական եւ այլն մնացած բոլոր հարցերը լուծելի է, բայց եթե դավաճանության համար չպատժվի մեկը, հաջորդ անգամ կրկնվելու է նույնը։ Ուստի ես պահանջում եմ ընդդիմությունից, որ կուսակցությունն էլ որ կհաղթի ընդդիմության շրջանակներում աչքաթող չանել այս հարցը, որովհետեւ այս հարցի լուծումից է կախված Հայաստանի ապագան։ Այսինքն ինքը պիտի հայտնվի ճաղերի Անպայման։ Մեր այսքան տարվա պահանջը, պայքարը հանուն արդարության է, որ պետքա դավաճանը պատժվի։ Մենք ասել ենք ոչ պաշտոն ենք ուզում, ոչ գումար ենք ուզում։ Ով է լինի իշխանություն, մենք էլի մեր դիմումով գալու ենք դատախազություն ու պահանջենք մեղավորների պատիժը։ Այո, միանշանակ։ Ինքը եւ նրանք, ովքեր իր հետ միասին մեղավոր են այս ամեն ինչի։